Պարոն Վասիլյանյան, դուք նշեցիք, որ Սամվել Կարապետյանի հետ որևէ քննչական գործողություններ չեն իրականացվել, ըստ ձեզ ինչու 53 քննիչներ այդպես էլ նախաքննության ավարտ չեն հայտարարում, եւ երկրորդ հարցը վերաքննիչ բողոքներ ներկայացրել եք նաեւ դուք պաշտպանական խումբը, ինչ հիմք, ինչ պահանջում եք եւ արդյոք դրանք բարույթ ընդունվել են թե ոչ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Այո, 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը վերջին ժամանակահատվածը վերցնենք, թեև մինչ այդ էլ որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չեն կատարում։ Այսինքն հարց է չէ առաջանում, քրեական վարույթ, որ հարուցում եք, մարդուն մեղադրանք, որ առաջադրում եք, պետք է գիտակցեք, չէ, որ անձը անմեղ է, քանի դեռ հակառակը օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեք ապացուցել։ Հետևաբար ինչ պետք է չէ լինի։ Քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ քննություն ապահովող մարմինն է, պետք է ինտենսիվ գործողություն անի։ Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ, ամեն գնով կալանք պահելու հետ։ Այսքան բան, ստեղ ուրիշ բովանդակություն չկա, այլ հարց, որ 53 քննիչ փաստացի ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ, որտեղ այո, նոյեմբերի 18-ի խաբման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով, քննչական մարմինը պետք է լիներ ամենաակտիվ, ամենաջանասեր մարմինը, բայց ունենք ճիշտ հակառակը, ունենք տոտալ անգործություն, ունենք ընդհանուր առմամբ ջանասիրության տապալում քննչական մարմնի կողմից, բայց զուգահեռաբար ունենք դատախազություն, որը օրինակ կարողանում է հունվարի 5-ին ոչ թե հանձնարարական տա կամ չգիտեմ ցուցում փոխանցի քննչականին, որ ի վերջո օրինականության հսկողությունը ապահովելով նենց անեն, որ քննչականը տեղից շարժվի։ Ի վերջո ապահովի գործի ջանասիրությունը։ Փոխարենը ունենք, որ կարողանում են հասցնել վերաքննիչ բողոք մուտքագրել։ Ամեն գնով կալանք պահանջելու համար։ Հետևաբար, այո, որևէ գործողություն չի եղել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ։ Որևէ գործողություն չի եղել։ Ինչ վերաբերում է բողոքին, դատական ակտի վերաբերյալ մեր կողմից։ Այո, այն ներկայացվել է, այո, այն վարույթ ընդունվել է։ Եթե շատ հակիրճ ձևակերպենք, տրամաբանությունը հետևյալն է։ Մեր դիրքորոշումն է, որ այստեղ ընդհանրապես խափման միջոց պետք է կիրառված չլինի։ Բայց եթե նույնիսկ դատարանը հաշվի առնելով քննչականի դատախազության եւ ընդհանուր քաղաքական հետապնդման այս տոտալ մթնոլորտը, որը տեսնում ենք, եթե մի խափման միջոց պետք է ընտրի այնպիսինը, որ այն լինի համաչափ, բալանսավորված։ Երբ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի մասին, մենք խոսում ենք անձի մասին, ով քաղաքական հայտ է ներկայացրել, դեռևս 2025 թվականի հուլիսի 4-ի իր հրապարակային ուղերձով, որը շարունակական է եղել, վերահաստատվել է եւ գնալով ել ավելի մեծ մասշտաբի է հասել։ Հիմա այդ պայմաններում, երբ անձին հրապարակային հայտարարություններ անելու սահմանափակում է կիրառում, դրանով ինչ ենք պատկերացնում։ Այսինքն դրանով մենք ժողովրդավարություն ենք պատկերացնում, քաղաքական իրավունքների իրացում ենք պատկերացնում։ Հիմքերից մեկը դա է, որ այն պետք է անհապաղ վերացվի։ Երկրորդը, երբ կիրառվել է գրավ եւ բացակայել ու արգելք, լրացուցիչ խափման միջոցի էլ անհրաժեշտությունը ո՞րն է։ Ընդհանրապես դա առավել քան բավարար, առավել քան։ Հետևաբար մյուսը նաեւ ընդհանրապես դրա վերացումն է։ Տնային կալանք խափման միջոցի մասին է խոսքը, որը եւս չափազանց ինտենսիվ խափման միջոց է։ Եվ իդեպ այս ամենը ինչ որ իմաստով, հա, տնային կալանքի կիրառում, բայց նման տիտանական մասշտաբային սահմանափակումներով, համակցված այլ խափման միջոցներով, վերաքննիչ բողոք նման օպերատիվությամբ, դատավոր Սուրեն Խաչատրյանն։ Հուսանք։ Ուղղակի մեկ հանգամանք նշենք։ Եթե պայմանականորեն այլ դատավորները քննարկում էին կալանքից անձին ազատելու հարց, հա, Սուրեն Խաչատրյանը դատավոր քննարկում է Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու հարց, հա, այսինքն մի հանգամանք էլ հա բացահայտեմ, դատական նիստերից մեկի ժամանակ, սա մի քիչ ծիծաղելի է հնչում, բայց ես սա ամենայն լրջությամբ եմ ասում։ Քննիչը եւ դատախազը
հայտնեցին, որ իրենք ունեն անհանգստություն, որ եթե տնային կալանք կիրառվի Սամվել Կարապետյանի նկատմամբ, Սամվել Կարապետյանը կկարողանա լքել Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն տնային կալանքից դուրս կգա եւ կլքի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դա ասում էին ամենայն պատասխանատվությամբ։ Սամվել Կարապետյանը իդեպ դատական նիստի ժամանակ հենց, թեև մենք այսպես ասած լրջորեն մոտենում էինք, որ իրավական հակափաստարկներ ներկայացնենք, Սամվել Կարապետյանը սկսեց ծիծաղել նիստի ժամանակ։ Դրանից հետո էլ մենք չհակադարձեցինք, որովհետև սա էլ երևի բացահայտենք, դատավորն է սկսեց ծիծաղել։ Այլարց իհարկե, ծիծաղեց, դրանից հետո կալանքը միևնույն է երկարաձգեց, բայց ինչև է սա ուզում եմ ասեմ, որպես երևույթ այդքան ծիծաղելի են նման փաստարկները, բայց կարող է հիմա օրինակ քննիչը եւ դատախազը լսում են մեզ եւ ասում են ոնց թե իրենք դա շատ մեծ լրջությամբ եւ պատասխանատվությամբ էին ասում։ Դեկտեմբերի 30-ից Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում է, գտնվում է իր տանը։ Իդեպ այս ժամանակահատվածում նույնիսկ մի քանի անգամ այցելել է բժշկական հաստատություն, կրկին վերադառնալով իր տուն։ Հիմա սենց ստացվեց, հարգելի իրավապահներ, երևի թե այս անգամ էլ ընդունենք, որ սխալվել էիք, լավ կլինի իհարկե, դրանում վատ բան չկա։ Հիմա օրինակ իրենք ինչ էին ասում, գործընկերներ չեն, պատկերացրեք, ասում էին 2025 թվականի հունիսի 18-ից, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ եթե կալանք մի օրով էլ չկիրառվի, երկինքը փուլ կգա Հայաստանի Հանրապետությունում, իրավապահ համակարգը կտապալվի, չգիտեմ, արևը դուրս չի գա, խաղաղություն չի լինի, չգիտեմ, էլ ինչ կարելի է մի տենց ողբերգական մի բան պատմեմ, հա, տիտանական մասշտաբի։ Հիմա նենց ստացվեց դեկտեմբերի 30-ից կալանավորված չէ Սամվել Կարապետյանը։ Ես օրինակ առավոտյան զարթնեցի, բացեցի պատուհանը, որ տեսնեմ արդյոք երկինքը փուլ է եկել թե ոչ, փուլ չէր եկել։